2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերից Գորքլոյանի մայրը Տիկին Ազատուհին այսօր է դուրս գրվել հիվանդանոցից սրտի կաթված ախտորոշմամբ, որտեղ կորույս մոր սիրտը այլևս չի դիմանում ծանր ապրումներին։ Ողբերգական դեպքերից 6 տարի է անցել, սակայն որևէ մեկը Գորքլոյանին, ինչպես նաև 10 զոհերից որևէ մեկի համար պատասխանատվություն չի կրել։ Գորքլոյանի հայրը Սարգիս Քլոյանը 63 տարեկան է։ Ստիպված է պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնել որդու 2 անչափահաս երեխաներին ոտքի կանգնեցնելու համար։ Մինչ օրս մարտի 1-ի զոհերի ընտանիքները պետությունից որևէ աջակցություն չեն ստացել։ Թողնելով իմ տղայի շիրիմը, իմ թորնիկներին ստիպված պետք է կերակրեմ, ուրիշ ճանապարհ չունեմ։ Մինչև արդարությունը ախտարի։ Արդարության եւ մարտի 1-ի զոհերի մեղավորների բացահայտման պահանջով զոհերի ծնողները Հայ ազգային կոնգրեսի հետ միասին մտադիր են կրկին բարձրացնել մարտի 1-ի դեպքերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Բացահայտմանը մոտենալով, խոճապի մատնվելով նախագահի հրամանով փակեցին փաստավակ խումբը։ Ժամանակավոր նոր հանձնաժողովի հարցը Հայ ազգային կոնգրեսը մտադիր է բարձրացնել խորհրդարանի հենց առաջիկա նիստում։ Կոնգրեսը նաև քննարկման է դնելու մարտի 1-յան բռնությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցման ապահովման հետ կապված օրենսդրական քայլերի մարտավարությունը։ Սարգիս Քլոյանը չի կասկածում, որ ազգային ժողովի մեծամասնությունը կրկին կտապալի նախաձեռնությունը։ Անճյուղը, որի վրա նստած են մարդասպանները, երբեք աճողը իրանք չեն կտրի։ Մարտի 1-ի լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ ամեն ինչ պետք է անել մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նաև ուզում եմ, որ լարվածության մեջ մնան բոլոր իշխանավորներն ու հասկանան, որ պետք է մարդիկ պատասխան տան իրենց կատարած անօրինական հրամանների եւ հրահանգների համար։